Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեթրակյանի որդու Դավիթ Սեթրակյանին պատկանող ընկերության դեմ գլխավոր դատախազությունը գործընթաց է սկսել։ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ Բիդեկ ՍՊ-ի, պահանջելով հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցում։ 2023 թվականին հետքը հրապարակել էր, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեթրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում։ Միայն 2023 թվականի ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 միլիարդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեթրակյանին պատկանող Բիդեկ ՍՊ-ից։ Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որից 2-ը Երևանի քաղաքապետարանը, մեկը Վաղարշապատի համայնքապետարանը, մեկն էլ ԿԳՄՍ նախարարությունը։ Բիդեկ ՍՊ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն Դավիթ Սեթրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիարդ դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, նախորդ տարիներին եւս Բիդեկ ՍՊ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ 2022 թվականին 2.6 միլիարդի պայմանագիր է կնքվել քաղաքաշինության կոմիտեն Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանքների համար։ Այս մասին հետքը նախկինում հրապարակումներ ունեցել է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով նշենք նաև, որ Բիդեկ ՍՊ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատեն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեթրակյանի հոր Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեթրակյանի թոքմախի Մհերի ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75%-ը փոխանցել է Դավիթ Սեթրակյանին եւ մինչ օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։ Եվ ահա հիմա գլխավոր դատախազությունն է գործընթաց սկսել Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդու պատկանող ընկերության դեմ։ Ինչով կավարտվի պատմությունը, կհետևենք քննության ընթացքին։